հիմա էլ սպասում եմ ավելիին, դեռ հաջողության մասին խոսելը վաղ է, քանի որ տարբեր տեսակի ինֆորմացիաներ է գալիս, այս պայթերությամբ չեմ ուզում այդ մասին խոսել, քանի որ սա ինֆորմացիայի կարգի է, թե ինչ եմ պլանավորում իմ դեմ անելու ու իմ թիմագիստների դեմ անելու։ Այո, այս պայթերությամբ ես ունեմ ինֆորմացիա, որ որոշակի բաներ կա պլանավորված ու փորձում են անել, նաև դուք տեսնում եք լրատվամիջոցներից մեկը Երևանից, այսինքն երբ որ սկսեցին մերոնց ձերբակալելը, այդ օրվանից առավոտից իրիկուն կոնկրետ իրանց լրատվամիջոցի հերոսը ես եմ դարձել եւ ամեն րոպե տարբեր տեսակի վիդեոներ, նյութեր գցում են ու չգիտեմ ինչքանով է հարգի լրատվամիջոցներից հարգելով ես լրատվամիջոցի անունը չեմ տալիս, որպեսզի չլինի թիրախավորել, անկախ նրանից, որ իրենք կոնկրետ թիրախավորել են ինձ եւ այս պայթերությամբ լռության այս հանգամանքը մենք հաշվի առնելով, որ մենք չենք կարող շատ բան խոսել, չենք կարող շատ բանի մասին ասել, իրենք այդ ամեն ինչը հաշվի առնելով վերցրել են մի հատ լրատվամիջոց, այնտեղ վճարովի գովազդը, ագրեսիվնի գովազդ միացրած, ամեն վարքյան Facebook-յան դաշտում էդ է գնում եւ դրանով փորձում են գյումրեցիներին աբակոմնորոշել, այսինքն ամեն ինչ արվում է, որ ժողովուրդը ինչ որ մի չափով հետ կանգնի, թիմագիստները վախենան աշխատելուց, ժողովուրդն էլ այդ կեղծ սուտ կամ արհեստական հասկանալի է սև քարոզը անելով փորձում են այնպես անել, որ ինձ վնասնի։ Եկել է հակակոռուպցիոն տարելը ինչի համար, ինչ տեղեկություններ ունի։ Մենք մինչև այս պահ ժողովուրդ նույնիսկ չգիտենք, մեզ զանգահարեցին, ասեցին, որ Խալաթյան Անահիտն էր մեր բանով, այսինքն այո, տեղեկանալով, ճանաչելով, մարդիկ ճանաչելով զանգեցին, ասեցին, քաշքշելով այդ կնոջը ու հետո նոր քիչ առաջ ասեցին, որ իր հետ ինքը ավականու անդամության տեխնազու է, ինքը կարող է դրա տեղամասերի տարածքները գնալ Դիմակցին հեռացրել տարածքից կամ այնտեղից որտեղ ինքը եղել է, չգիտեմ։ Ես ինֆորմացիա չունեմ։ Ես այս պայթերությամբ նույնիսկ ձեզանից իմացա, որ ինչ որ արդեն տեղը գիտեք որտեղ է,